Բոլորս էլ սիրում ենք համեղ ուտել, լավ խմել ու մեզ երբեմն մի փոքր շքեղություն թույլ տալ, բայց պատկերացնում եք կան ուտելիքներ ու խմիչքներ, որոնց համար մարդիկ պատրաստ են վճարել ոչ թե 100, այլ հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր դոլարներ։ Այսօր ցույց կտանք աշխարհի ամենաթանկ ու ամենաարտասովոր ուտելիքները, դեսերտներն ու խմիչքները։ Իրականում ամենաթանկը խմիչքների մեջ դա հիթսեք 1907-ն է, այն թեև չի համարվում ամենահին գինին, բայց նրա պատմությունն իրոք ավելի հետաքրքիր է, քան մյուս գինիներինը, որը երբևէ փորձել եք։ 1916 թվականին նավը, որը տեղափոխում էր մի քանի արկղ գինի, խորտակվում է ծովում եւ շշերը մնում են օվկիանոսում 80 տարի։ Ծովի պայմաններն իդեալական են եղել գինու պահպանման համար, օվկիանոսի հատակի ճնշումը եղել է ճիշտ նույնքան, որքան գինու ճնշումն է շշի ներսում, եւ շշերն ամբողջությամբ պահպանվել են։ Դուք կարող եք օնլայն պատվիրել այս գինին, վճարելով $120 մեկ շշի համար։ Թագավորական ոստրեներ Քոֆենբեյնից, նույնիսկ ամենասովորական ոստրեները մեր օրերում համարվում են թանկարժեք ուտեստներ եւ դրանք պատրաստվում են գրեթե բոլոր բարձրակարգ ռեստորաններում, բայց ոչ մի ոստրե այդքան թանկ չի վաճառվում, որքան Քոֆենբեյնի թագավորական ոստրեները։ Պաղպաղակ լեռներից $60,000 Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս դեսերտի արժեքին սխալմամբ մի քանի զրո են ավելացել, սակայն այն իր մեջ ներառում է առաջին կարգով բարձրակարգ թռիչք, 5 աստղանի հյուրանոցի ամրագրում, արշավ դեպի Կիլիմանջարո լեռ եւ այնտեղ անսահմանափակ քանակությամբ պաղպաղակ, որի առաջին չափաբաժինը միշտ պատրաստում է 326 Creamy հիմնադիրն ու սեփականատերը։ Իգրա ալմազ 1 կիլոգրամի համար $35,000 արժեքով։ Այս ուտելիքի յուրաքանչյուր դետալ բավարարում է անհավանական բարձր արժեքը։ Անգամ տարան պատրաստված է 24 կարատ ոսկուց։ Այն ստանում են հազվադեպ հանդիպող բելուգա ալբինո ձկան տեսակից, որոնք իրենց իգրան տալիս են 100 տարին մեկ, եւ իրականում գտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են ավելի շատ վճարել այս դելիկատեսի համար։ Թռչնի բույնի ապուր։ Իսկ դուք երբևէ տեսել եք ֆիլմերում, թե ինչպես է քաղցած կենդանին փնտրում թռչունների բներ։ Իսկ պատկերացնում եք, որ իրականում մարդիկ եւս կարող են փնտրել դրանք, սակայն ոչ թե թռչուններին կամ ձվերին ուտելու համար, այլ հենց բույնը։ Այս ապուրը համարվում է իրական դելիկատես որոշ ասիական երկրներում, ինչպես նաեւ Ճապոնիայում։ Այն համարվում է հազվադեպ հանդիպող եւ ամենաթանկ ուտեստներից մեկը աշխարհում, որի արժեքը տատանվում է $30-ից $100 սահմաններում, կիլոգրամի համար վճարվող արժեքը գերազանցել է անգամ $10,000։ Մեծ Բրիտանիայում բնակվող խոհարարը գիտեր, որ իր հաճախորդները սիրում են լավ եւ որակով պուդինգ, եւ նա եկավ այն եզրահանգմանը, որ ամենահարուստ հաճախորդներին բավարարելու համար պետք է պատրաստել ավելի թանկարժեք պուդինգ, եւ սկսեց պատրաստել աշխարհի ամենաթանկ պուդինգը։ Այն պատրաստվում էր 4 տեսակ շոկոլադների միաձուլումից, որոնք համարվում են ամենալավն աշխարհում։ Պուդինգը համալրում են հատուկ խառնուրդով, որի բաղադրության մեջ մտնում է դեղցի էսենցիա եւ նարնջի վիսկի։ Վրայից զարդարում են թանկարժեք շամպայնի մեջ թաթախված ոսկյա բարակ թաղանթով, որպեսզի այս ամենն արդարացնի իր արժեքը, վերջում այն մատուցում են Ֆաբերժե ձվի վրա եւ վերևում իսկական ադամանտ։ Այն պատվիրելու համար պետք է նախապես հերթագրվել առնվազն 2-ից 3 շաբաթ շուտ։ Տակոյի արքան։ Մեքսիկայի ամեն անկյունում դուք կարող եք փորձել տակո, բայց եթե ունեք ավելի շատ գումար եւ ուզում եք փորձել իրականում յուրահատուկ համ ունեցող տակո, ապա պետք է այցելել Grand Velas Frida ռեստորան։ Հենց այստեղ դուք կփորձեք շեֆ խոհարարի կողմից մատուցվող շեդևր տակոն։ Այս ամենաթանկ տակոյի հիմնական բաղադրիչները համարվում են կոբա տավարի միսը, նորվեգական լանգուստը, ալմասիկրան եւ նաեւ ավելացնում են սև տրյուֆելային պանիր, բրի եւ սալսա սոուս, որը պատրաստված է չորացած մարի տապողբեղով։ Տակոն մատուցվելու է եգիպտացորենի թերթիկներով, որոնց վրա ցողում են ոսկյա փշուրներ։ Այս ամենը կարելի է ձեռք բերել $25,000 արժեքով։ Տակոյի հետ նաեւ մատուցում են տեկիլա ձեռքի աշխատանքով պատրաստված պլատինե շշով, որի արժեքը երբեմն գերազանցում է $15,000։
Սերբական պանիր պուլե։ Գուրմանների ամենասիրելի եւ թանկարժեք ուտեստների շարքին է դասվում նաեւ սերբական պուլե պանիրը։ Այն չի պատրաստվում ոչ կովի, ոչ այծի, ոչ ոչխարի եւ ոչ էլ գոմեշի կաթից։ Այն պատրաստում են հատուկ ցեղատեսակի ավանակի կաթից։ 1 կիլոգրամ այս պանիրը ստանալու համար անհրաժեշտ է 25 լիտր կաթ, որը հնարավոր է կթել միայն ձեռքով։ Այդ պատճառով պանիրն այսքան թանկարժեք է, մինչև $1000 1 կիլոգրամի համար։ Սիրահարների խոսքով այն շատ նրբահամ է, պարունակում է կալցիում, օմեգա 3 եւ միանշանակ արդարացնում է այս արժեքը։ Առնո ելակ։ Սա դեսերտ է, որը ներառում է պլոմբիր պաղպաղակ հատուկ կաթնային բաղադրությամբ եւ վանիլային համով, որի հետ մատուցվում է հատուկ բարձրակարգ տեսակի ֆրանսիական ելակ, համեմունքներ եւ անանուխ։ Մատուցվում է վինտաժային Կարլ X-ի կոլեկցիոն Crystal Cave լիկյորի հետ։ Մատուցումը լրացնում է 18 կարատանոց վարդագույն ոսկուց մատանին, 4.5 կարատանոց ադամանդե քարով։ Դեսերտի ամբողջական արժեքը $1,500,000 է եւ անհավանական թանկ է։ Ու չեք կարծում, որ բարձրակարգ խոհանոցի հետ այդքան էլ կապ չունի։ Իտալական սպիտակ տրյուֆել ալբան արժի $160,000։ Այն հանդիպում է միայն Իտալիայի հյուսիսում եւ համարվում է ամենաթանկարժեք մթերքներից մեկն աշխարհում։ Տրյուֆելն աճեցնում են շատ դժվարությամբ եւ ունեն մեծ պահանջարկ։ Այն կարելի է ձեռք բերել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բացվող տոնավաճառից, որտեղ ավելանում են աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդիկ։ Եթե սովորական տրյուֆելներն արժեն $300, ապա սպիտակ ալբան, որը տարբերվում է եւ տեսքով եւ համային յուրահատկությամբ, կարող է արժենալ $3,000-ից մինչև $20,000, երբեմն աճուրդների ժամանակ ավելի գլխապտույտ արժեքներով է վաճառվել $160,000 3.3 ֆունտ տրյուֆելի համար։ Պլատինե տորտ։ Անունից արդեն պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի էժանագին բաղադրիչ չկա։ Դրա վերջնական արժեքը գնահատվել է մինչև $130,000։ Միտքը տարածել է ճապոնացի շեֆ-խոհարար Նոբու Իկարային։ Սա գովազդային կազմակերպության գովազդի մի մասն է, կանայք ավելի հաճախ կգնեն պլատինե տորտ, քան պլատինե վզնոց։ Ամբրա։ Չեք հավատա, բայց կետից է ստացվում ամբրա ամբերգիս շատ հազվագյուտ նյութը, որը ձևավորվում է նրա մարսողական համակարգում եւ հայտնի է հատկապես օծանելիքի արտադրության մեջ։ Սովորաբար լինում է գորշ, մոխրագույն եւ օվկիանոսի վերևում։ Ամենահայտնի օգտագործումը օծանելիքի մեջ է։ Գուրմանների խոսքով այն ունիկալ համ ունի, երբ կատնային կարագի մեջ են տապակում։ Ճապոնիայում սեղն ու ձմերուկը համարվում են դելիկատես, քանի որ աճեցվում են շատ դժվարությամբ եւ արժեքները մատչելի չեն։ Հազվադեպ հանդիպող սև ձմերուկը հանդիպում է միայն հյուսիսային Ճապոնիայում եւ համարվում է ամենաթանկ ձմերուկն աշխարհում, սակայն 2008 թվականին նրա արժեքը գերազանցեց սեղը, որը վաճառվել էր աճուրդում 3 անգամ ավելի թանկ։ Եթե ուզում եք իմանալ էլ ինչ անհավանական ու թանկ բաներ կան աշխարհում, լայքեք ու բաժանորդագրվեք։ Գրեք մեկնաբանություններում հաջորդը ինչի մասին կուզեիք խոսեինք։